Հիշում եք պարեկներին։ Էկոպարեկային ծառայության հարգելի աշխատակիցներ։ Դե բայց իրոք թանկ է այդ գնով կովը, էլի։ 1000-ով կովը պետք է կաս մինիմում, անգլերենով խոսը։ Մեր ամենասիրած քաղաքական ուժերից մեկը։ Իսպանիա մնում է Իսպանիա։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է, պատշիկներ ենք սփռում բոլորիդ եւ հրավիրում ենք մոտակա կես ժամը լուրերը ստանալ մեր միջոցով։ Կես ժամի արժեքն է 1 լայք, 1 զանգակ, բաժանորդագրություն ու Patreon-ն էլ միանակ, կպաչենք ձեր ճակատը։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը բոլոր նրանց ովքեր շինարարություն են իրականացնում, առաջարկում է տարածաշրջանի լավագույն արմատուրաները, որը ձուլվում է հենց այս հայրենիքում գերմանացոնց տեխնոլոգիայով։ Հիշում եք պարեկներին։ ոնց կարելի է մոռանալ պարեկներին։ Հիշում եք ջրային պարեկներին։ Հիմնականում ամառվա ամիսներին ու Սևանում, բայց հա։ Իսկ եթե ասեմ, որ կան նաև էկո պարեկներ, Էկո պարեկը որն է, որ կարբոնային հետք չի թողում, էկոլոգիան չի վնասում ու առանց շաքարա։ Էկոպարեկային ծառայության հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Էկոպարեկային ծառայության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով արդեն սա նմանատիպ մեր երրորդ միջոցառումն է եւ մենք Էկոպարեկային ծառայություն ունենք արդեն 4 մարզերում։ Նիկոլը իր Summer Edition գլխարկով հավաքել էր էկո պարեկներին։ Չպետք է էկո պարեկների ավտոները մի քիչ ավելի էկո լինեն, ուղղին դրոնները շարել փագրշկեքի տակ։ Մի եղե այդքան մակերեսային կենտրոնացի բուն իմաստի վրա։ Էկո Նիկոլը հավաքել էր էկո պարեկներին շատ հույժ հանձնարարության շուրջ։ Այսօր աշխարհը ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ եւ մենք նույնպես այդ փոփոխությունները եւ անոմալիաները տեսնում ենք, սկսած նրանից, որ տեսնում եք հարաբերությունում ամսվա տեղումները կարող են տեղի ունենալ ընդամենը ժամերի ընթացքում։ Հիմա մենք պետք է նաև նայենք, այս անոմալ կարկուտները ինչի հետևանք են, արդյոք դա էլի կլիմայի գլոբալ փոփոխության հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ է դա տեղի ունենում։ Այո, էկո պարեկները պետք է նայեն, вообще կարող է այդ կարկուտը երրագլուխ հրեշի հետ է համագործակցում։ Կարող է Ռուսաստանից եկած հիբրիդային կարկուտալ։ Մի խոսքով, հեսա էկո պարեկները կուսումնասիրեն կարկուտի Facebook էջը, կնայեն կտեսնեն վերջի ամիսներին ինչ ա գրել, ու եթե հանգարց բռնվելու տեղ կա, այդտեղ մի 2 ամսով կալանք կտան, հետո մի 6 անգամ այդ կալանքը կերկարացնեն, հետո մի հատ այնպես դատավորի կտան, որը վերջում մեղադրական վճիռ կտա։ Մենք դեռ կարկուտի մասին ենք խոսում։ Հա, բայց բարեկամներ, կարկուտը անշուշտ մակնիշի կարկուտ էր։ Երեք տեղացած ուժեղ կարկուտը դարձյալ զգալի վնաս է հասցրել Գյումրիին ու 1 տասնյակ այլ համայնքների։ Գյումրիի Մուշուանի թաղամասերում կայանված տասնյակ ավտոմեքենաներ են վնասվել։ Բոլոր մեքենաները թաղում կանգնած, իշկանոր տեսնիկ, այս ձև ավիրեց, ցխեց, այս խոշորը արդեն հալել է, քանի ժամ անցել է, առաջի անգամ այդ չափի կարկուտ տեսանք, չի եղել, մեծերը չգիտեմ, ավելի մեծ մարդիկ կհիշեն։ Բայց դուք արդեն քաղաքի մեծերից եք։ Կարևորը մարդը հոգով երիտասարդ լինի, բայց կարկուտը հա, իրոք ապոկալիպտիկ էր։ Այո, կարկուտով արդեն էկո պարեկները զբաղվում են եւ շուտով կունենանք էկո բացահայտումներ այդ հարցով։ Իսկ այդ ընթացքում էկո բացահայտումներ իրանում Էկո Զուրաբյանը։ Երբեք չէր գա Հայաստան հանդիպելու ինչ որ Արմեն Գրիգորյանի հետ։ Բաում հետ էր եկել հանդիպել։ Ինքը եկել էր հանդիպել, եւ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, որը եթե բան եք անում, հիշում եք Ցուստամ Թիկունքում այն հատվածն է։ Սա Նիկոլ Փաշինյանի Ջևանի ստադիոնը 4 օր առաջ կատարված տեսագրությունն է, որ ինքը գտնվում է Իջևանում եւ հեծանիվ է քշում, ու զարմանալիորեն դա համընկավ ուղիղ այն օրվա հետ, երբ որ այնտեղ գտնվում էր Հիկմետ Հաջիևը։ Դիլիջան։ Նու հա, հագին զուգադիպական զուգադիպություն կլներ, բայց հեյ, մենք արդեն սովոր ենք, զուգադիպություններ, это наш профиль։ Գիտես ինչ, մենք մի ասավոր սովոր ենք, որտեղ ամեն անգամ որ ասում ենք ինչ որ ոչ մի բանից էլ չենք զարմանում, ելի մի հատ այնպես բան, որ զարմանում ենք։ Ուզում ես սկսի ոչինչ չկասկածելով ջուր խմել։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն գործակցության նոր ձևաչափ են գտել։ Տելեկոմ Արմենիան եւ Ազերտելեկոմը պայմանավորվել են իրականացնել ինտերնետային թրաֆիկի փոխադարձ փոխանցում եւ տարանցում։
Ինչ, չհասկացա։ Այդ որ ասում եք հարևանություն անենք, ինձ թվում էր մի քանի տարի տուպտից վարունգ, պամիդոր իրար հետ բան կանենք, մինչև կերևա, ոչ թե ինտերնետի տարանցում։ Ես კი մեր շենքի հարևաններին Wi-Fi parole չեմ տալիս, որ մնաց այդ շենքի հարևաններին։ Նայեք, քանի որ մենք մասնագետ չենք, Դանիել Յոհաննիսյանը մասնագետ է, բայց դեռ լրումը լսենք մյուս մասնագետներին։ Ազերտելեկոմի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել։ Կոմունիկացիաների բովանդակությունը ամենայն հավանականությամբ հասանելի չի լինի։ Ազերտելեկոմը հնարավորություն կստանա հայկական տրաֆիկն անցկացնել DPI-ի միջոցով, ինչը թույլ կտա պրոֆիլավորել եւ վերլուծել հայ օգտատերերի վարքագիծը։ Այսինքն իրանք կկարողանան տեսնել, թե մենք պորնոկայքերի կոնկրետ որ բաժիններն ենք նախընտրում։ Դու մենակ այդ վտանգն ես տեսնում։ Ես փորձում եմ ժողովրդի սրտից խոսալ։ Ամենառիսկային վիճակում են այն մարդիկ եւ կազմակերպությունները, որոնք օգտագործում են ֆիքսված IP հասցեներ։ Նրանց IP հասցեները բավականին հեշտ է կապել կոնկրետ օգտատերերի հետ եւ դեանոնիմացնել։ Այն մարդիկ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ՀԿ-ների աշխատակիցներ, առանցքային ընկերությունների աշխատակիցներ, պետք է մտածեն VPN-ը մշտապես իրենց բոլոր սարքերում օգտագործելու մասին։ Թանել չէ փրթած VPN, հիմա էլ VPN պետք է առնենք։ Կամ ուղղակի վստահենք, որ բարեխիղճ հարևան է։ Լավ, փաստորեն ինչ է ստացվում։ Այ որ ցանկության դեպքում, եթե ֆիքսված IP ունեն, կարող են իմանալ, որ կոնկրետ դուք նախընտրում եք պորնոկայքերի, չգիտեմ, շնաբարո դուրս պրստուկներ բաժինը։ Տենց մինա, էդի դոգի ստայլն է ընդամենը։ Լավ, լսենք ուրիշ մասնագետներ ինչ են ասում։ Անսպասելի նորություն է, չնայած մի կողմից սպասելի, այն որ Տելեկոմ Արմենիան, այսինքն Տելեկոմը եւ Ազերտելեկոմը պայմանագիր են կնքել տրաֆիկի տարածման մասին։ Սամվել ջան, արձագանքը էխոն մի քիչ է։ Հա, էլի, եթե հնարավոր մի քիչ ավելի շատ էխոյով սենյակից էս նույնը։ Հաստատի այս տարածում, այս տրանզիտը Ադրբեջանին է պետք, այսինքն այս կողմից կնքել ենք ինչ որ կախվածության ինֆրաստրուկտուրա կառուցում, որովհետև իրանց է սա հիմնական պետք Նախճարանի հետ կապվելու տեսանկյունից։ Ու մեզ սա պետք է խի, ասենք կլինի գոնե Հայաստան գալու մասին, գոնե մի երկու շաբաթ չխոսան, նոր ինչ-որ sense հարևանություն անենք։ Դա մեզ պետք էր, որպեսզի Վրաստանում ծառատունկի մասնակցող տատիկի փոცხից այդքան կախված չլինեինք։ Լավ, ինչևէ, մի հատ լավ, պոզիտիվ, cute լուր է պետք, որ գոնե մի քիչ ծրվենք։ Վահագն Ալեքսանյանը մի հատ գժանոց վիդեո է գցել։ Էլի են համովն cute շունիկով Եվ երկու ոչ պակաս cute տղաներով։ Իսկ ԿՊ-ն արդեն աշխատում է իր իմիջը պոպուշացնելու վրա։ Advance։ Շատ դաղալ ձևերով, Սերգեյ, շատ դաղալ ձևերով։ Այն հետի փոքր ինչքան ամովը։ Լեո, լսեցի՞ր այդ տղա։ Իսկ թվում է ԿՀ-ն պետք է արկելի cute շունիկների հետ վիդեոներ անելը։ Դե բայց ընտրություններից հետո դրեց այդ նկարը։ Ասում ԿՀ-ն արկելել էր։ Լավ, իրեւ ԿՀ-ի մասին խոսեցինք, Վահագն Հովակիմյանը վերջերս գնացել էր հարցազրույցի ու մի քանի դաժան հարցերի պատասխանեց ԲՀԿ-ի ձայների հետ կապված։ Գնում եք Հ, վաղը մյուս օր ընտրություններ լինեն, ձեր որոշումները կարող են ընդհանուր մեկնաբանվել որպես իշխանական տեսակետի պաշտպանություն։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, արդյոք այդ իմ հարցադրումները արդիական չեն։ Դուք լավ, վատ, ինչ, ոնց օրինական կներեք։ Հանուն բարգավաճ նրան, որ ԿՊ-ն 3-ին այսինքն ես պետք է հանուն բարգավաճի ընտրությունները կեղծեի, որպեսզի ձեր սիրտը, մյուսների սիրտը ովանար։ Ինչ եք ուզում ինձնից։ Այսինքն պետք է հանուն բարգավաճի ընտրությունները կեղծեի, որ բոլորի, ասենք, իրանց բավարարված զգային։ Դա ձեր ասածը։ Խիա, այս մարդու առաջի ռեակցիան կեղծելը, չէ, կեղծել պետք չի, պետք է ընդհանրապես վերաքվեարկություն։ Ինչ։ Դա կլներ տակտիկական քվեարկություն։ Այդ ինչ է նշանակում։ Երբ մի տեղամաս չեղարկում ենք ու անում ենք վերաքվեարկություն, դա միշտ տակտիկական է, որտեղ այդ պահին արդեն մնացածների արդյունքը գիտենք։ Բոլոր երկրներում տենց է, ու հիմա ինչ ենք անկանում, որ ԿՊ-ի կամ շնորհապետականի բազմամիլիոնանոց ընտրողները այդ տեղամասում մեկ էլ հոպ պետք է վերանան, հա։ Տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչում բոլոր կուսակցությունների կողմ ձայները այդ տեղամասերում 0 են եւ այս ելակետից պետք է ելնենք։ Բայց մեկի համար ճակատագրական է 0-ացումը, ԲՀԿ-ն չի անցնում։ Չէ, այսինքն տեսեք։ Մեկի համար էլ լավ է, որ 3/5 է ստանում։ Տեսեք, հիմի եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չաներ այն ինչ որ արել է,
կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները կեղծած կլիներ։ Դե եթե անելով կեղծած կլինի, իսկ չանելով պատկերը մի տեսակ ինչի, պետքա մի հատ իմաստուն Սողոմոնյան լուծում։ Ով է այդ իմաստուն Սողոմոնը, Նարեկ։ Տակտիկական լամաջոյաշինության ընտրական օրենսգրքի եւ բես կոնտակտ բլդուխի փորձագետ Սողոմոն Դանիել Յովհաննիսյանը պետք է վերացնի ընտրությունների արդյունքներով կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը երկու հիմքով։ Առաջին հիմքը դա այն աճպարարությունն էր, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը արեց 3 տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելով եւ այդ 3 տեղամասերում վերակրվարկություն ապօրինաբար չնշանակելով, եւ երկրորդը դա այն էր, որ համատարած ընտրակաշարք ա եղել, որ ազդել էր ընտրությունների արդյունքների վրա։ Սաղ ընտրությունները անվավեր ու մենք էլի մի տոննա նյութ կունենանք, եկո բարեկների մասին նյութեր չենք անի, ստենդափ նորից կդնենք։ Ու էլի նի Չակուր չեն գնա։ Չէ, հեն անդիմությունը միավորվում է։ Իհարկե դա պետք է անել ընտրությունից առաջ կմտածեք դուք։ Բայց դե հա, տեղի ունեցած փաստից հետո շատ հեշտ է ասել, որ ես այն գլխից էլ տենց էի ասում։ Չնայած օրինակ ես այն գլխից էլ տենց էի ասում։ Նեսօր եկեք մի պահ հատկացնենք ու լսենք ինչպես են բոլորը մի մարդու պես ասում, որ իրանք այն գլխից էլ հենց տենց ասում էին։ Սա ես ասել եմ մոտարպես 7-8 ամիս առաջ։ Բեզիչունը չի կարելի 4 ամիս հետո փրկել։ 4 ամիս հետո փրկել։ Հասկանում եք, իմ ասած իմաստը։ Այսինքն հարցը լուծենք, նոր 4 ամիս հետո պետք է փրկել ախպերներ։ Ինչ եք ուզում։ Դες ազդանական ասում եք, միլիոն անգամ ասում եք, մեր ձեւ շարժմանը կհանի, արանքից կհանի, քթոնի սերժուրոբը, սապոկասնի ու կընտրվի։ Այդ բանը գանգները չի մտնում արա։ Բեզիչունը չի կարելի 4 ամիս հետո փրկել։ Ես ասել եմ 7-8 ամիս առաջ։ Դրական է գնահատում նաև այն, որ ընդունեց իր սխալը, ասելով, որ ընդդիմության համախմբումը պետք է արվեր ընտրությունից առաջ։ Ունենք իսկապես միասնական ճակատով հանդես գալու, այն ինչի մասին մենք երկար ժամանակ ոչ միայն հանրայնորեն խոսում ենք, ոչ մի կերպ չեն լսել մեզ եւ գնացել եւ կոնկրետ տապալվել են եւ պարտությունը արձանագրվել ընդդիմադիր դաշտի։ В общем, ազգ Նոստրադամուս, որը ինքը իր ասածները երբեք բանտեղ չի դնում, հիմա ինչ եղել է, ոնց ենք շարժվում առաջ։ Գուցե այս անգամ լսենք ամենայն հայոց Նոստրադամուսին ու այս անգամ գրի առնենք ինչ ասում։ Առաջ հարցը պետք է լինի Նիկոլին հանել։ Այսինքն Նիկոլին հեռացնել իշխանությունից։ Եվ եթե անել միասնական ուժերը, բոլոր այն ուժերը, ովքեր ուզում են փրկեն հայրենիքը։ Գրեք, եւ երբ որ Նիկոլին հեռացվի իշխանությունից, այդ ժամանակ արդեն թող այդ ուժերը քաղաքական իմաստով իրար խարակիրյան։ Ինչ? Հարակիրի քաղաքական իմաստով։ Բայց Աղազարյան ջան, տենց вообще կմնանք առանց սամուրայ քաղաքական իմաստով։ Իսկ կարող է հարակիրի ասելով նկատի չունի հարակիրի։ Թող այդ ուժերը քաղաքական իմաստով իրար խարակիրյան, իրար փորթափեն եւ գան իշխանության արդար, թափանցիկ, հավասար պայմաններում։ Նեշի որ ուղելուց հետո միտքը ավելի լավ դարձավ, հարակիրին մի տեսակ ավելի ազնվական է, էլի, փորթափել։ Ի այդ միջև հիմա Աղազարյան քննարկում։ Մաս կուսակցության ամբողջ սաստավը այդ երկու հոգին ոչ մեկն էլ չի անցել ազգային ժողով, բայց Աղազարյանին քրքրում ու քրքրում են։ Դե երևի տեղը չեն բերում Աղազարյանը ով է։ Հովիկ Աղազարյանը ինչի պիտի կանի Սամվել Կարապետյանի կողքին։ Սամվել Կարապետյանը ով է, որ Հովիկ Աղազարյանը կանի Սամվել Կարապետյանի կողքին։ Ով է։ Դուք չգիտեք ով է, բարեր ար։ Հետո եւ Գործարար բարեր Հայաստանում միլիարդներ։ Այսինքն Սամվել Կարապետյանը ավելի ուժը քաղաքական գործը քաշտե ես, հա։ Քաշտե Զիրա Սեֆելյանը, հա։ Արապապյանը, հա։ Չէ, դե Արապապյանից ուժեղ մենակ Վուդրո Վիլսոնն է, բայց նույնիսկ ինքը չանցավ։ Հա, դե այս ընտրությունները նայեք, ոչ ոք չանցավ նենց ոնց որ պլանավորել էր, ոչ ոք, նույնիսկ ԿՊ-ն, բայց անգամ դա նախորդ պլանավորված էր։ Այն գլխից գիտեին, հա։ Ես էլ շատ մեծ հույս ունեի, որ կարելի էր հունիսի 7-ով այդ խնդիրը լուծել, բայց եթե դա հունիսի 7-ին չի լուծվել, չի նշանակում, որ դա երբեք չի լուծվելու։ Իսկ ով էր ասում, որ պիտի հունիսի 7-ին լինի, չէ՞, միգուցե դա պետք է մի ուրիշ ամսաթվի լինի։ Ձեր քաղաքական ուժը Միասին մենք բոլորս հաղթելու ենք, մեր ժողովուրդը հաղթելու է, մեր սպյուրքը հաղթելու է, մեր Հայաստանը հաղթելու է։ Շատ ընդհանուր են ասում։ Ուզում ես կոնկրետ ամսաթվով։ Տենց էլ կա։ Հունիսի 8-ին մենք հաղթելու ենք։ Դե բայց ես էլ Հոյդգարը չէր ասում։ 2026 թվականի հունիսի 7-ին
մեր բոլորի միասնական քվեարկության առնվազն 1,500,000 հայերի երրորդ համարի քվեաթերթիկի քվեարկության արդյունքում այդ Հայաստանը դառնալու է ուժեղ Հայաստան։ Ոչ իմ դրական կորիզ է, էլի որ չուսատվեք։ Ընդդիմությունը միավորվում է։ Ու եթե Դանիելը, որ ՍԴ-ում ուզում է cancel անի ընտրությունները, այդի ստացվեց, կստացի որ ընդդիմությունը միավորվում է արդեն ընտրություններից առաջ։ Իսկ դուք համովներ մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում ձեզ սպասում է Սարուկյանը, Guardian-ը եւ նոր գաղտնալսումներ։ The Guardian-ը։ The Guardian։ Ներքնակներ, դոմուսից շատ հարմար ներքնակներ։ Զեղչերով դոմուսից կգնեմ։ Հա ու միջև 10% զեղչ ու միջև հուլիսի 31-ը ուղղակի ես մասը երկի վրա չնստեց, բայց շատ կարևոր էր սա ասել։ Զանգում եք 81-33 համարով կամ այցելում եք Դոմուսի մասնաճյուղեր կամ մտնում եք Դոմուսի Facebook-ի կամ Instagram-ի էջերը։ Եվ այսպես շատերին կարող էր թվալ, որ հիմա, երբ ավարտվել են ընտրությունները, երևի էլ չեն հայտնվի նոր նախընտրական գաղտնալսումներ, բայց չէ, հակակոռուպցիոնը այնքան է գաղտնալսել, որ մինչև նոր տարի լսելու ենք ու լսելու։ Նորից գաղտնալսման ռեկորդսմենը ուժեղ Հայաստանն է, բայց այս անգամ փող չեն բաժանում։ Ենթադրաբար։ Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ եւ թռչուններ։ Գիտեմ ինչ եք մտածում, ես էլ մի անգամից մտածի խեն բաժանում թութակներ, գերմանամուկ, вообще Վահագն Ալեքսանյանի պուջելը որտեղից հայտնվել մենք դեռ չգիտենք, բայց չէ, այդ կենդանիները չեն։ Շահույթ հետապնդող եւ ստեղծող կենդանիներ են։ Բում, բինգո։ Դե հարևանը 700,000-ով ասացիք ծախումա լավ կովա։ Այդ 600-ով կտա։ Չի ասում չէ, այդ քանով ասում։ Դուք մտածում եք որ ես դες խափում եմ երևի այս բաները։ Վայ, այդ ուղակի գիտի որ բարերար է, դա թիվա կրակը, գիտի։ Մենք այդպես դեբիլ չենք։ Խեղճ բարերարի վրա փորձում են փող աշխատեն այդ ազնիվ ձայն վաճառողները։ Դե բայց իրոք թանկ է այդ գնով կովը, էլի։ Դու ինչ գիտես։ Դանիել Իվանիսյանն ասա։ Ով է 700,000-ով կովը պետք է կակ մինիմում, անգլերենով խոսա։ Իսկ այդ կովը ոչ past perfect-ն է, ոչ present indefinite-ն է կարողանում իրարից տարբերել, ոչ էլ նորմալ շախմատ գիտին, հենց որ այդ փողով Բայց այդ կենդանիների հարցով նաև տեխնիկական որոշ խնդիրներ եղան։ Եվ մի բան ասեմ աջիր։ Դե մի պարտ հավեք դու էլի շնորհակալություն։ Ոչինչ, նորմալ է, մի քիչ ածան հավեր չէին, չգիտեմ։ Դե հիմա ես ածացնեմ, չգիտեմ ինչ անեմ։ Դե բրակ հավեք տվել, կարող է ոչ տղա է։ В общем, դժգոհ են ձայնավաճառ գաղտնալսվողները։ Այո, ուստեղ մենք մոռացանք, որ կար եւս մեկ գաղտնալսում, որտեղ Վարդան Ղուկասյանը մի ամբողջ Գյումրվա կոլորիտ պզցնում է գաղտնալսման մեջ։ Այսպես կես կա, даже մի ոտ չեմ տալի, առանց ինձ ռուսը ասելու։ Իսկ ռուսը լռում է ու լռում։ Խոսա ռուս, խոսա։ Բայց ոնց որ մի քիչ ռուսամետություն եմ նկատում Վարդան Ղուկասյանի որոշ նոտկաներում։ Ռուսամետությունը հələ նոր պտի աճի։ Եթե իրանք ինձ ասեն, որ մենք ստեղ փոխություններ ենք անում, որովհետև ես երկիրը դրված եմ ռուսը։ Ստեղ ով ինչ խոսա, ասում բան։ Ռուսը դելավը։ Նա ինչ կասի կեր։ Suddenly ռուսը դարավ դև։ Դևը փակշական է ասում, թե վախ կա մեջ ինչ։ Նա ինքն է պայտակ զգաց, որ դևը էդի մի քիչ կոպիտ է ու ավելի փապկացրեց։ Վերևնուց իրան ինքն է ստեղ տարավա։ Իրանի շեղափոխություն չկա։ Ինչը Մեդվեդը չկա։ Մեդվեդը չէ։ Մեդվեդը սակայն դեռ չի հասել Ղուկասյանին, որտեղ մի փոքր զբաղված է Ուկրաինան 3 օրում գրավելով։ Արդեն 4 տարի։ Yeah. Հա։ Բայց Մեդվեդի բարեկամները լրիվ ուրիշ մարզում էին պատահական հայտնվել։ Եթե 5-6 տարի առաջ ամառները գյուղում մեկ արջ էր հանդիպում, այսօր արդեն գիշատիչները բազմացել են, քոտոտների հետ են հաստատվել գյուղում։ Նրանցից մեկն էլ կորցրել ու ձագին է փնտրում։ Մի հատ արջ ունենք, որը 2 քոտոտներով էր ստեղ հայտնվել գյուղում, սկզբնական շրջանում։ Հիմա նրա մի քոտոթը չկա։
Եվ ամբողջ ջուվով ինքը ման է գալիս քոթոթին։ Քոթոթին դևը բռնելա ուղարկելա Դոնբաս։ Կարող եք ման չգալ։ Մեծ ցավով հայտնում եմ, որ հենց հիմա ավականոնցի ժամանակ իրար են։ Ֆակ! Արա կռիվ են անում ավականիում։ Սիրելի Երևանի ավականի, ախր 1000 ենք ասել, ձեր կռիվները նենց պլանավորեք, որ 3 շաբթի եւ ուրբաթ չլինի, երբ որ հաղորդում արդեն գրել ենք, իսկ դուք նոր փաստի առաջ եք կայնացնում։ Իսկ մենք դեռ խոսում ենք ավելի արդյունավետ քաղաք ղեկավարելու Էսա ձեր արդյունավետությունը։ Այդ ընթացքում մեկ այլ ռուսամետ կամ բելառուսամետ ուժ հայտնվեց The Guardian-ում։ The Guardian-ի լրագրողը հաճելիորեն խույվորած էր Ծառուկյանի դղյակից։ Հայ օլիգարխը ունի մասնավոր գազանանոց, իսկ հիմա նա ուզում է աշխարհի ամենամեծ Հիսուսի արձան ունենալ։ Wow, Գարդյուշ, Ստիվեն կամ Ջոնաթան, քեզ հրավերել են ոչ թե գազանանոց վրա նայելու, այլ քրիստոնյա արժեքների վրա կենտրոնանալու համար։ Այո, ինչ հոգևոր տպավորություններ ստացավ Ջոնաթան Լիվինգստոն ճայը։ Երևանի կողքը հսկայական կալվածքում ապրում է 6 վագր, 3 առյուծ եւ արևի տակ հանգստանում են կոկորդիլոսներ։ Գագոջա այդ բեդովլաթը չի ջոգել ինչի համար եք ինտերվյուի կանչել вообще։ Մի հատ գոնե ասեք որ նոյան տապան եք մանրից։ Ջոնաթան ջան, մի հատ կենտրոնանանք շոտոկի հոգևոր մասի վրա, էլի էս ամեն ինչի։ Սպիտակ վագրերի ճուճելներ, արծիվ սեղանի վրա, արջի եւ գայլի մորթիներ, եւ նա հպարտ ասում է, որ բոլորին ինքն է սպանել։ Ու այդ ամենը Աստծո կամքով, որովհետեւ նույնիսկ տերևը ծառի վրա չի շարժվի առանց Տիրոջ կամքի։ Ոչ, շատ շուտով կարող է Ծառուկյանի այդ պատին հայտնվի նաեւ Guardian-ի լրագրողի մորթի։ Արա, մի հատ կենտրոնացի Հիսուսի վրա, թե չէ կհիասթափվենք Guardian-ից ու unsubscribe կլնենք։ Նախկին սպորտսմեն, որը դարձավ բիզնեսմեն եւ քաղաքական գործիչ Ծառուկյանը, հարստացել է խաղամոլության, ալկոհոլի եւ հանքերի բիզնեսներով սովետի փլուզումից հետո։ В общем, դու մեռար, բրիտանացի գրչակ, քեզ հեսա Մարիա Ստյուարտ ենք անելու։ Դե արդարության համար այնտեղ միտեղ նշում է, որ համել Հիսուսի ամենամեծ արձանն են կառուցում։ Այդ պահը արդարության համար հա, ինչ որ միտեղ կա։ Իսկ այդ ընթացքում ԲՀԿ-ն արձագանքում է Կարապետյանենց ընդդիմության միավորման կոչին։ Այդ կոչի սկզբունքորեն դեմ չենք եւ շատ մեծ հարգանքով ենք վերաբերում։ Okay, սա մի տեսակ քիչ է։ Պատկերացրեք, ասենք ամուսնության առաջարկ են ձեզ անում, նայում ես մատանու վրա, ասում ես սկզբունքորեն դեմ չեմ եւ հարգանքով եմ մոտենում քո առաջարկին։ Ոստեղ զգացվում է, ասես օթոմ կախված, ես մի հատ հսկայական Հիսուսի արձանի չափի բայց։ Այստեղ բայց կա սկզբունքային պահ, նախ կոնսոլիդացիա կոչվածը պետք է անպայման ունենա բովանդակություն քաղաքական, իր ռազմավարությամբ եւ մարտավարությամբ ճանապարհային քարտեզ։ Այո, ԲՀԿ-ն բովանդակության եւ ճանապարհային մանրակրկիտ քարտեզների մեծ սիրահար է։ Առաջարկ արել եք, բայց ուրա առաջարկին թաշախուստը արագ իշխանափոխություն լինելու է։ Կայացակնային հեղափոխության սցենարը չի աշխատելու Հայաստանում հիմա այս պահին, այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ է։ Եթե կայացակնային հեղափոխության սցենարը չի աշխատելու, ինչ հապաղման մասին կարող է խոսք լինել։ Այսինքն դուք տեսնում եք, որ դանդաղ իշխանափոխության հնարավորություն է։ Ես տեսնում եմ դա տարիից տարի կեսվա ընթացքում միանգամայն իրատեսական հնարավոր եմ համարում։ Տարի ու կես դեռ պետքա սպասենք, բայց արդեն հիմքը դրված է։ Guardian-ը եկավ, իր հոդվածը հրապարակեց, ել ինչ եք ուզում։ Պլյուս դե ռեժիմն է ոնց որ անդադ ակնարկում, որ ժամանակը ԲՀԿ-ի դեմ աշխատում։ Ոնց է ակնարկում։ Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք բիզնեսներում ստուգումներ են սկսվել։ Ավելին նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը որոշել է դադարեցնել Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող մուլտի-վելնես կենտրոնի վարձակալության պայմանագիրը։ Զրկում եք մի ամբողջ ազգ առողջ ապրելակերպից, ինչ հա թե քաղաքական հարցեր կան, մեսեջը կարեք տայք, օրինակ Շանգրիլան զրկելով կազինո լիցենզիայից։ Այդ արդեն արել են։ Ցեմենտի գործարանը կարեք արդեն խլում են։ Կոկորդիլոսներն էլ պետականացրեք։ Հենա Արհատի մարզում ինչ-որ մեկը մեռավ կոկորդիլոսի բուծարան սպասելով։ Իսկ այդ ընթացքում ազգը շունչը պահած սպասում է ուժեղ Հայաստանի խոստացած Սպարնա խոստացած 300,000 ադրբեջանցիական ցուն, որոնք պետքա գային, եթե ԿՊ-ն ընտրվեր։ Ու դե ընտրվեց։ Դե լսենք Անդրանիկին։ Անդրանիկ ջան, ինչ ունենք։ Մեզ մի երկու հարց են ուղղել։
դիտենք հարցերը։ Իսկ 300,000 ադրբեջանցիները գալու են։ Ինչ եղավ այդ 300,000 ադրբեջանցիների թեման։ Ալենի խնդրանքով եւ բազմաթիվ սպասումներով Նարեկը բացատրեց, որտեղ են խոստացված ադրբեջանցիները։ Նարեկը չբացատրեց, բուն 300,000-ից մեկը բացատրեց։ Կպատասխանի այլ падգամավոր, ում իրենք հորժորջում են որպես Արևմտյան Ադրբեջանի նախագահ։ Այս մարդկանց վերադարձը իրենց նախնիների հայրենիք ոչ միայն մարդկային իրավունք է, այլ միջազգային իրավունքի վրա հիմնված իրավունք։ Բայց հանգիստ ուժեղ Հայաստանը արդեն այս ամենի դեմը առել է։ Հա, ոնց։ Իրենք Հայաստան չեն վերադառնա, որովհետև Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնի, իսկ չի անցնի նրա համար, որովհետև ԿՊ-ն այլևս չունի սահմանադրական մեծամասնություն։ В общем, բոլորը գոհ են, ուժեղ Հայաստանը կանխեց 300,000 ադրբեջանցու գալը, ԿՊ-ն էլ վերընտրվեց իշխանություն։ Ով է вообще տուժել։ Դե ոնցով Շանգրիլայի հաճախորդները 6 վագր 300 եւ անորոշ թվով կոկորդիլոսներ։ Լավ, մի փոքր ավելի թեթև թեմաներ։ Ամառը, թեթևություն։ Սևանում շարունակում է ձկների բազմացումը հայ մասնագետների կողմից։ 2026-ի առաջին կիսամյակում Սևան է բաց թողնվել իշխան ձկան Գեղարքունի ենթատեսակի մոտ 100,000, ամառային 20,000 մանրաձուկ։ Ով է դրել այդ խեղճ իշխանի ենթատեսակի անունը Գեղարքունի։ Դե նենց անուն են դրել, որ ոնց որ ինքը դրթի բազմանալուն։ Ու դե բարի բազմացում Գեղարքունայք։ Ու ոչ միայն նրանք մեզ հետ են բերում նաև բոջակներին։ Ինչ։ Բոջակ չես կերել Նարեկ։ Տեն անունով բան չի ուզենա ուտել։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Սևանից անհետացած բոջակ եւ ծմերային ենթատեսակների վերականգնման ուղղությամբ։ Տիգրան Վարդանյանի խոսքով այդ նպատակով շփումներ ունեն միջազգային գիտական ընկերությունների, գենետիկայի մասնագետների հետ։ Նշмарվող հնարավորությունները այս պահին ցածր են գնահատվում։ Ջան, իսկ կարող է ջրենք այդ բոջակներին ու տուպը կենտրոնանք իշխանի վրա։ Մերոնք չեն հանձնվում բոջակների հարցում։ Փորձերը անում ենք հնարավորինս եթե տեսքով այսպես ասած նման են լինում ձմեռայինի կամ բոջակի առանձնյակների, առանձնացնում ենք դրանցից առանձին խմբականակներ ենք ստեղծում, ստանում ենք մանրաձկներ ու ընթացքում էլ հիմա կփորձենք արդեն գենետիկական որոշակի ուսումնասիրություններ անելով հասկանալ կա արդյոք այդ գենը, որ մենք վիզուալ կարող ենք առանձնացնել։ Okay, մինչ մեր գիտնականները փնտրում են բոջակի գենը, որը կարակ չփնտրեք։ Բոջակը չի հնչում մի բան, որը մեզ շատ պետք է։ Այդ ընթացքում շատ հայեր ուղակի վայելում են ամառը։ Օրինակ մեր ամենասիրած քաղաքական ուժերից մեկը։ Իսպանիա մնում է Իսպանիա։ Okay, Իսպանիայի հարցում ոնց որ փոփոխություն չկա, իդեպ արձականցյանն էլ մնում է արձականցյան։ Բայց մի քիչ պոլիտիկայից էլի խոսանք, որովհետև մարդիկ ձեզանից ոնց որ դա է սպասում միայն միշտ։ Ցավոք այսօր չունենք այն խորհրդարանը, որը մեր ժողովուրդը սպասում է, որ մեր ազգի համար պետք է ծառայի։ Դուք եք մեղավոր, չմասնակցեցիք ընտրությունների, արդյունքում չունենք իդեալական խորհրդարան, իդեպ բրավո խորհրդարան բառը իդեալական արտասանելու համար։ Լավ, շո, հերիքա պոլիտիկայից, եկեք մի քիչ էլ հայ ազգից, մեզ ինչ-որ լավ լուր է պետք։ Այսօր մենք ասում ենք աշխարհի աշխարհում գույնավոր տելևիզորը հայ է ստեղծել, MRT-ն հայ է ստեղծել, սառը տակ կրանտի աղբյուրը հայերն են ստեղծել։ Համարը ճիշտ է, բայց հայերը մենակ տակ ջրի աղբյուրն են հորնել, սառը ջուրը ինքը արդեն կար։ Հա, բայց ոնց որ ամեն ինչը քիչ է։ Էլ ինչն է պետք հայերին, բացի գունավոր տելևիզորից ու տակ սառը ջրից։ Մենք այսօր բոլորը ունենք գույնավոր հեռուստացույց։ Մենք պետք է ունենանք տարբեր գույների ուժեղ զենզինամթերքներ նույնպես։ Вообще կարելի է soft construct-ի հետ collab անել ու magenta գույնի զենքերա որ կունենանք։ Լավ, շա վերջը մի հատ էլ կոչ արեք ու անցնենք առաջ։ Ինչ կոչ։ Ինչ տարբերություն։ Կրկին անգամ եմ ասում, ոչ թե ուժայինան կուսակցության նախագահ, որ կուսակցության։ Արա դե հազար անգամ զգուշացրել են կուսակցության անունը նենց դրեք, որ կարողանաք այն արտասանել ուժ հայրենյացը ի սկզբանե շանս չուներ արտասանվելու։ Թող վերջացնի։ Այլ ասում եմ, որպես հայրենասեր Տիգրան Արձականյան, մենք պետք է մեկ գաղափարի շուրջ շարժվենք։ Всё, շարժվում ենք մեկ գաղափարի շուրջ։ Մնացեք մեզ հետ եւ շարժվեք մեկ գաղափարի շուրջ։
Մեր տրամադրության գործընկեր Վեդի Ալկոն գտել է ամառային իդեալական երեկոների գաղտնիքը։ Պատրաստ եք, դե լսեք, զանգու, բացում եք ու երեկոն սկսում է հոսել հեքիաթային հունով։ Թեթև թարմ եւ հավասարակշռված համ, որը հրաշալի համադրվում է ընկերական շրջապատի եւ հումորի հետ։ Բա գիտեք ինչի եմ ես այդքան խմում։ Վեդի Ալկո, բա գիտեք ինչի է Սերգեյ այդքան խմում։ Այսքանն էր այսօր Արմ կոմեդին։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Արելսի այդտեղ են դու ես այդտեղ արա, հանգստացյոտ դավայ ստուց։ Ավետիսյանը բացեցին։ Վաու։ Մնաց Կիևյան։ Արա մնաց մի պահ կար Ավետիսյանը սարքում են համբարձումյանի կեսնել էին քագեր սարքում, այս կողքինել էին բան, ու սենց ինչ-որ սարարանջի սկիզբներ էին բանում, սենց մի հատ հատուկ մղձավանջ էր ստեղծված, բայց մղձավանջը ավարտվեց։ Տարոսը Կիևյանի կամուրջի կողք ապրողներին։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն, հենց հիմա։